Տիկին Լիանան երրորդ կարգի հաշմանդամություն ունի, Վայոց ձորում է ապրում։ Ասում է, վատ չէ լինի, որ կառավարությունը կատարեր խոստումը մարզում ցերեկային խնամքի կենտրոն բացեր։ Գոնե օրվա մեջ 1-2 ժամ կշփվեի, ժամանակ անցկացնեի։ Սրտնեղում է։ Առօրյան հագեցած կլիներ եւ իմ նման մարդիկ ունեն դրա կարիքը շատ լավ կլիներ էլի այդ հոգատարությունը այդ ամեն ինչը օրնել հագեցած կանցներ լավ կանցներ շատ հաճելի կլիներ էլի մենք կզգանք որ մենք էլ ենք ինչ որ մեկին պետք ինչ որ բանի պիտան ենք մենք էլի թեկուզ ինչ որ մենք էլ այնտեղ մի բան անենք չենք կարող ասենք նորմալ շարժվել բայց գոնե վերքերը աշխատում է որ եթե աշխատանք անենք Կառավարության 2021-26 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում որպես նպատակ արձանագրված է տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավումը, ինչպես նաև համայնքային ծառայությունների զարգացումը։ Նախատեսվել էր մինչև 2023 թվականը բոլոր մարզերում տարեցների համար ստեղծել ցերեկային խնամքի կենտրոններ, նաև 3 ճգնաժամային կենտրոն, տնային խնամքի ծառայություններ հանրապետության բոլոր մարզերում։ Այնինչ ծրագրածը ոչ միայն չեն ավարտել 2023-ին, այլև դեռ այսօր էլ ամբողջությամբ չեն հասցրել եզրագծին ու մինչև օրս ոչ մի ճգնաժամային կենտրոն չի ստեղծվել։ Բացի Վայոց ձորից ցերեկային խնամքի կենտրոններ պետք է ստեղծվեին նաև Արմավիրում, Արագածոտնում եւ Գեղարքունիքում, հիմնվելով այդ մարզերում տուն-ինտերնատներում ապրող տարեցների մեծ թվի վրա։ Այս մարզերում ցերեկային կենտրոնների ներդրումը կիրականացվի 2027 թվականի բյուջետային հայտի շրջանակում, իսկ 2026 թվականի բյուջետային հայտով էլ նախատեսվում է տնային խնամքի ծառայություններ ներդնել այն մարզերում, որտեղ ցերեկային կենտրոններ չկան։ Սոցիոլոգը պնդում է, այս ծրագրերը պետք է պատշաճ իրականացնեին, որպեսզի տարեցները կարողանային ակտիվ մասնակցել հանրային կյանքին։ Կենտրոններում հիմա նախատեսվում են տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել օրական մեկ անգամյա սնունդ, տալ հոգեբանական աջակցություն, իրավաբանական խորհրդատվություն, կրթաուսումնական ու մի շարք այլ ծառայություններ հիմնվելով նրանց հետաքրքրությունների վրա։ Ներառյալ ցերեկային կենտրոններում հնարավորություն է ընձեռվում շարունակական կրթություն ստանալ, ենթադրենք համակարգչային դաշտում, ձեռագործի ըստ նախասիրությունների մարդիկ կարողանում են իրար հետ համագործակցություն իրականացնել, ավելին նման կենտրոնները հնարավորություն են տալիս նաև հաղթահարելու սերունդների միջև կտրվածությունը, որտեղ համատեղ միջոցառումներ են կազմակերպում։ Սոցիոլոգն ասում է, նման խնամքի կենտրոնները հնարավորություն են ընձեռում հաղթահարել տարեցների մոտ առկա հաղորդակցության խնդիրները։ Քանի որ ցերեկային կենտրոնները ոչ միայն խնամք են իրականացնում, այլև ժամանցն են կազմակերպում, ինչը տարեցի համար ինքնադրսևորման հնարավորություն է։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։